օբյեկտիվորեն իմ կարծիքով պանթուրքիստական ծրագիրը Ամերիկայի շահերի հետ չի բռնում, որովհետև Թուրքիան արդեն իր ատամները բազմաթիվ անգամներ ցույց է տվել, այդ թվում նույն Ամերիկայի նկատմամբ, եւ հենց Թուրքիան իր ուզածին հասնի, իսկ դա շատ բարդ է, որովհետև ամեն դեպքում այստեղ Թուրքիան շատ խորանում է Ասիայի մեջ, բայց եթե Թուրքիան իսկականից կարողացավ իր ուզածին հասնել եւ միասնական թուրքական բանակ, որը արդեն որպես նախագիծ կա, միասնական թուրքական այբուբեն, միասնական թուրքական մեծ հաշվով պետություն, հա, ստեղծել, ապա ինքը արդեն գերիշխող է լինելու Եվրասիայի ոնց որ մեջտեղում արդեն սա Թուրքիան է վերահսկելու եւ այսպիսով այդպիսի Թուրքիայի հետ գործ ունենալը ցանկացած խաղացողի համար շատ դժվար է լինելու։ Այսօրվա Թուրքիան օրինակ ունի էներգակիրների դեֆիցիտ, ունի տարբեր ռեսուրսների դեֆիցիտ։ Այն Թուրքիան այլևս չի ունենալու ոչ մի բան դրանից։ Թե տարածքային, թե ռեսուրսային տեսանկյունից լինելու է շատ ուժեղ։ Այսպիսով դառնալու է թշնամի արևմուտքի։ Բայց ցավոք սրտի ամերիկյան ռազմավարական միտքը վերջի տասնամյակների ընթացքում դարձել է շատ կարճամիտ եւ դիտարկում է միայն շատ նեղ ամեն ինչը դիտարկվում է Ռուսաստանի հետ իրենց հակամարտության ներքո։ Բայց դու կարծում եք հիմա Միացյալ Նահանգները մասնավորապես Թրամփի վարչակազմը հակամարտում է Ռուսաստանի հետ։ Հեսա Թրամփին հասնենք, բայց մինչև Թրամփը նախ այդ գիծը չի փոխվել, չնայած Օբաման էլ է փորձել օրինակ այդ գիծը փոխել եւ չստացվեց, որովհետեւ պետ դեպի եւ ռազմական եւ հետախուզական իստեբլիշմենտը դա չի թույլ տվել իրականացնել։ Նույնն էլ հիմա գրեթե իրականացում է Թրամփի պարագայում, որովհետեւ Թրամփը ի սկզբանե հայտարարել է, որ ինքը մտադիր է ուղղել հիմնականում իր ուշադրությունը դեպի արևմտյան կիսագնդակ եւ Չինաստան, իսկ Եվրոպան ոնց որ իր առաջնահերթությունների մեջ շատ ավելի քիչ տեղ է զբաղեցնում, ըստ այդմ արդեն Ռուսաստանի հետ հակամարտելու իմաստ չկա։ Բայց իր արտաքին իստեբլիշմենտը, թե վերցնենք օրինակ պետդեպ-ի նույն Ռուբիոն, թե հետախուզությունը, թե այլ պետական կառույցները եւ նաեւ մյուս քաղաքական գործընկերները ներքաշում են դեպի այս Ռուսաստանի հետ հակամարտություն եւ մենք տեսնում ենք, որ այն այսպես կոչված անկորիջի իմպուլսը մարում է եւ չի ստացվում իրագործել իր քաղաքականությունը։